300-ից ավելի կամավորներ Հայաստանի ու աշխարհի տարբեր անկյուններից, մշակույթի, արվեստի գործիչներն ու 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաները բարձրանում են հատիսի գագաթ։ Գագիկ Ծառուկյանին ու հյուրերին դիմավորում են զուռնա դհոլով։ Ողջունելով ներկաներին, Գագիկ Ծառուկյանն անդրադառնում է մեգանախագծի գաղափարին, նկատում, որ պատմական գործ է արվում, այն բազմաթիվ սերունդների հպարտանալու առիթ է տալու եւ մեր երկիրն աշխարհին ներկայացնելու է նորովի։ Ինչ նպատակով որ սկսել եմ կառուցել, սարքել, երկար մտածել եմ, հաշվարկել եմ, գծե բռնել եմ եւ իմ նպատակն է եղել, որ որպես մենք առաջին քրիստոնեաց աշխարհում, որ սա կարողանանք իրականացնել, որ մենք ասելու բան ունենք, աշխարհին ներկայանալու, հաշտության, համերաշխության, միասնության համար մենք տաղանդավոր ազգ ենք, հզոր ազգ ենք, հզոր պատմություն ունենք, բայց մենք միայն ու միայն պետք է կարողանանք միասնական լինել, այն նախանձը չարությունը չլինի, չկամությունը չլինի, այլ լիարժեք իրար հետ իրար կողքի լինենք, որ սա իրականություն դարձնենք, եւ օր-օրի տեսնելով հազարավոր մարդիկ են գալի, դա կլինի շաբաթ, կիրակի, ամեն օր աշխարհի տարբեր ծայրերի զանգեր կան, որ ուզում են գան տեսնեն, իրանք էլ մասնակից լինեն։ Ու ես ամեն օր մտածում եմ, որ ճիշտ բան եմ արել, ճիշտ նպատակին, որ այսօր մարդիկ աղոթներ շուրթերին բարձրանալով, հույսով, հավատով, ժպիտները դեմքերին ցանկանում են մասնակից լինել, 100% լավ է լինելու։ Հայտարարել, որ սա լինի ազգային կառույց, ազգովի են կառուցել, ու դա տեսնում եք, որ ամեն մեկը տարբեր ոլորտի արվեստ, մշակույթ, կրթություն, երիտասարդություն, կռվող տղաները, հոչակառուները, բոլորը դիմում են, բոլորի համար դռները բաց է։ Բոլորն էլ կարող են գալ, ես իմ նպատակին տեսնելով այն, որ պետք է լինի ազգային, միասնական կառույց, հույսի, հավատի, որ մենք կարողանանք այս վիճակից դուրս գալու, մեր երեխեքին չթողելու այս խեղճ վիճակում։ Դա մենք կարող ենք անել միասին։ Ով ինչ կարանի, նա պետք է անի։ Ծանոթ բարեկամով չի, կուսակցությունով չի, այլ կարանի, պետք է հնարություն տաս անի, որը դա ի ծնե Աստծո կամոք դա այդ մարդուն այդ շնորհը տրված է։ Աստված պահպան բոլորին։ Թող Աստծո օրհնությունով լինի, թող Աստծո սերը լինի մեր ժողովրդին համատարած։ Արժևորել հայրենիքին մատուցած ծառայությունը Գագիկ Ծառուկյանն առանձնազրույց է ունենում 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած տղաների հետ։ Ոգու ամրություն է մաղթում, ընդգծելով, որ միշտ նրանց կողքին է։ Թող ձեր նպատակ իրականություն դառնա, որ դուք եք մասնակից ազգային կառույցով, ազգով ենք սա։ Որ մենք աշխարհին ցույց տանք, որ մենք կանք, անկախ ամեն ինչից մենք հասնել ենք մեր նպատակին։ Ես էլ շնորհակալ եմ, որ իմ կողքին ես, իմ օգնականն ես, ես բոլոր հնարավորությունը տրված եմ։ Մարդը նեղության մեջ է պետք է օգնել։ Հարկ ու պատիվ ձեզ երբեք։ Ձեր արածի 5%-ն էլ գա ձեր առաջ, դա բավարար է երբեք։ Հենց որ դուխով, ավեսով մնացածը սաղ լավ կլինի։ Այսօր մենք եկել ենք մեր վիրավոր ստացած տղաների հետ։ Պարոն Ծառուկյանը նենց գործ է անում, որ մեզ ամբողջ աշխարհը ճանաչելու է, ամբողջ աշխարհը։ Դա շատ մեծ գործ է, էլի։ Ես շատ հպարտանում եմ, որ կա տենց մարդ, որ մի մարդու շնորհիվ ամբողջ աշխարհը մեզ ճանաչելու է։ Ազգովի պետք է միշտ համախմբված լինենք, այսպես շատ կարևոր է, որ մեր երկրում ունենանք աշխարհի ամենաբարձր եւ ամենաճանաչված արձաններից մեկը, որպեսզի ամբողջ աշխարհը գան, տեսնեն, այս արձանի միջոցով նաեւ մեր երկրին, մեր մշակույթին ծանոթանան։
Կամավորների մասնակցությունը շինարարական գործընթացին եւս մեկ անգամ վկայում է, որ մեր ազգային ուժը միասնության եւ համերաշխության մեջ է։ Մարդիկ իրենց խորհրդանշական ներդրումն են ունենում մեգանախագծի իրականացման գործում։ Հաճելի է, որ մենք մի փոքրիկ մասնակցություն ենք ունենում նման գործում, նման աշխատանքում, որը շատ կարևոր է թե մեր, թե հասարակության համար։ Երջանկություն եմ ունեցել ներկայացնելու գաղափարը աշխարհի խոշոր կինոինդուստրիալ հարթակներում, Կաննում, Վենետիկում, Տալինում ու ամենտեղ ես տեսել եմ մարդկանց այդ զգացմունքային այդ ամբողջ դրական սպեկտրը, գիտեք, զարմանքից մինչև հիացմունք, մինչև հպարտություն, որ առաջին քրիստոնյա երկիրը կարողացել է իր մեջ ուժ գտնել այս բարդ հատվածում, կառուցի այսպիսի մի հատ վեհաշուկ արձան։ Հպարտ եմ, որ որպես հայ ազգի ներկայացուցիչ, որ մեր երկրում եւս կառուցվի նման հզոր եւ աստվածային քանդակ։ Գերմանիայում եմ ապրում, եկել եմ, որ հատուկ մասնակցեի, ինձ թվում է ամբողջ աշխարհը սրանով ավելի շատ կճանաչի մեր ազգին։ Սա սկիզբ է դնում մեր միջի նախանձը, եսակենտրոնությունը ոչնչացնելու ամենակարևոր պահն է հիմա ինձ համար։ Այս արձանը իրոք մեծ զբոսաշրջային ներուժա բերելու մեզ ու մեծ հոսքեր է լինելու մեր երկիր, որը իր արդյունքը հաստատ տալու է։ Հիսուս Քրիստոսի աշխարհում ամենաբարձր արձանի շինարարությանը նաև հայտնի հայեր են հետևում։ Ուղղակի ապշած եմ, ստեղի էներգիան արդեն ես զգում եմ։ Ծառուկյանից զարմանալի բան չէ, ինքը միշտ sense ինչ-որ մեծ սուրպրիզներ անում, հատկապես հայ ազգի համար, էսի բայց մենակ հայ ազգի համար չի, աշխարհի համար է։ Մարդկանց ոգևորությունը կրկնապատկվում է, երբ տեսնում են կատարված աշխատանքը։ Հավատում են, որ Փրկչի արձանի կառուցումը ել ավելի կմիավորի աշխարհասփյուռ հայերին ու նաև ներքին համերաշխության խորհրդանիշ կդառնա։ Կամավորները Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան համալիրի շինարարական աշխատանքներին մասնակցելու հավաստագիր են ստանում։ Գագիկ Ծառուկյանը հյուրերին հրավիրում է սեղանի շուրջ ավանդական աղուհացի, իսկ վերջում շուրջբար է, որը եւս միասնականությունն է խորհրդանշում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։